Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որը 2026 թվականի մայիսի 4-ին կանցկացվի Երևանում, կմիավորի բազմաթիվ երկրների ղեկավարների։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հույս հայտնեց, որ բոլոր մշտապես մասնակցած երկրների, այդ թվում հարևան պետությունների ղեկավարները կմասնակցեն գագաթնաժողովին։ Ակնկալում ենք բոլոր նախագահների մասնակցությունը, դուք առանձնացնում եք Ադրբեջանի, Թուրքիայի, մեր անմիջական հարևանների մասնակցությունը, ես կարծում եմ, որ նախ տեղին չի առանձնացնել մեր հարևանների մասով, որովհետև իրանք մեր հարևաններն են, եթե ով մասնակցի, մեր հարևանները պետք է մասնակցեն, մենք այնուամենայնիվ ակնկալում ենք, որ բոլոր այն երկրները, որոնք որ մասնակցել են մշտապես, հնարավորություն կգտնեն Հայաստանի Հանրապետություն այցելել այդ կարևորագույն միջոցառման ժամանակ։ Անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումներին, թե Ադրբեջանի նախագահը չի մասնակցելու գագաթնաժողովին, Սիմոնյանը նշեց, որ այդ տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։ Ակնհայտ է, որ նման բան լինելու պարագայում Ադրբեջանի նախագահը կամ կասեր կամ պաշտոնական որևիցե բան կլինի։ Խոսելով Հայաստան-Ադրբեջան շփումների շարունակականության մասին, խորհրդարանի նախագահը շեշտեց, որ երկխոսությունը զարգանալու է թե քաղաքական, թե միջխորհրդարանական մակարդակում։ Պատրաստ եղեք, հարգելի լրագրողներ, հարգելի ժողովուրդ։ Ադրբեջանական պատվիրակությունները այցելելու են Հայաստան, հայկական պատվիրակությունները այցելելու են Ադրբեջան, իհարկե կան հարցեր, որոնք պետք է քննարկվեն, մասնավորապես մեր գերիների պահվող անձանց մասին հարցը, որը որ մեծագույն խնդրեմ է, բայց այնուամենայնիվ շփումները շարունակվելու են եւ մենք այդ շփումները խորացնելու ենք։ Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովի Երևանում անցկացված 12-րդ նստաշրջանի ընթացքում ընդունվեց բանաձև, որում չներառվեց արցախցիների անվտանգ վերադարձի մասին ընդդիմության առաջարկությունը։ Այդ առնչությամբ Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Խաչատրյանն ասել էր, որ քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամները հորդորել էին եվրոպացիներին դեմ քվեարկել ընդդիմության առաջարկին։ Անդրադառնալով ընդդիմադիր թևի այս պնդումներին, ազգային ժողովի նախագահը նշեց, որ այս պահին ոչ ոք չի կարող հայտարարել, թե ապահովում է Արցախի բնակչության անվտանգությունը հայրենիք վերադարձի դեպքում։ Կա մարդ, որը որ հիմա կարող է հայտարարի, որ ինքը ապահովում է հայ մարդու վերադարձը Ղարաբաղի որևիցե բնակավայր։ Կա տենց մարդ, այդպես մեծ խոսալով չի, կենացներ ասելով չի։ Բնական է, որ ինչ-որ ժամանակ անց, այո, ինչ-որ մարդիկ, երբ որ հարաբերությունները կնորմալանան, կարող են գնալ միգուցե իրանց տներում ապրեն, եթե այդ հնարավորությունը լինի։ Իհարկե դա, բայց այսօր խոսալ էդի ինչ կենաց, ուզում հասկանամ ում ենք մենք բանանում ձեռք առնում, էլի լուրջ, այսինքն հիմա Ղարաբաղի բնակիչներ կան, մարդիկ կան, ուզում են այդքան Հայաստանի իշխանությունը ասում է, չէ, մի գնացեք, մենք դեմ ենք։ Նա ընդգծեց, Հայաստանը պատասխանատու է իր քաղաքացիների անվտանգության համար եւ նման քայլերը չպետք է սպառնան մարդկանց կյանքին։ Դիտարկմանը, թե միջազգային հանրությունը Գազայի դեպքում միավորեց եւ միջամտեց, Սիմոնյանը պատասխանեց, որ Գազայում տիրող վիճակը ճիշտ հակառակն է ապացուցում։ Միջազգային հանրությունը հավաքվեց ու Գազայում հիմա ցեղասպանություն է տեղի ունենում։ Ցեղասպանություն է տեղի ունենում։ Այս շատ լավ օրինակ բերեցիք։ Այն ինչ որ, այո, ամեն օր, ամեն Աստծո օր։ Ուրեմն այն ինչ որ դուք բերեցիք օրինակ, ամենալավագույն օրինակն է։ Ուրեմն այն մեծ խոսացող մարդիկ, քաղաքական գործիչները, իբր մեկնաբաններ, ով ինտերնետին մուտք ունի, համարում որ ինքը մեկնաբան է քաղաքական, որ մեծ խոսում են, ասենք մենք կարենք երկրորդ Գազան դառնայինք։ Երկրորդ Գազան, այդ ինչ պետք է անեն այդ, ոնց էր այդ իսպանացու անունը։ Էստա գտել եմ։ Սանչեսը կամ որևիցե մեկը, պետք է մի հատ բանից Մադրիդի կենտրոնից հայտարարություն աներ։ Նաչոս Սանչես Ամորեն։ Պետք է մի հատ հայտարարություն աներ, կդնեին բան կանեին, Գազայի կվերածեին մեր տարածքը, թող ստից իրանց հայտարարությունները անեն։ Սիմոնյանը նաև անդրադարձավ ընդդիմադիր ուժերի կողմից հնչեցվող տարատեսակ քննադատություններին, հատկապես այն պնդումներին, ըստ որոնց իշխանությունը փորձում է ամեն գնով լռեցնել ընդդիմադիրներին եւ դրա համար ձերբակալություններ է իրականացվում։ Ըստ ազգային ժողովի նախագահի, Հայաստանում իրական քաղաքական ընդդիմախոսություն չկա։ Հայաստանի Հանրապետություն քաղաքական ընդդիմախոսություն չկա, քաղաքական ընդդիմախոսներ չկան։ Կան մարդիկ, ովքեր որ վիրավորանքներ են հնչեցնում, որևիցե բան չեն առաջարկում։ Խնդրում եմ ասեք, ինչ առաջարկներ են արել վերջի ժամանակահատվածում, որոնք քաղաքական նշանակություն ունեն, խաղաղության հետ կապված, չգիտեմ, պետության ապագայի հետ կապված, բացի Ռուսաստանի եւ Բելարուսի կազմում հայտնվելու մասին մեր ընդդիմադիր գործընկերները ինչ քաղաքականություն են իրանք առաջարկում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Նա նաև նշեց, որ երկաթե մանդատը սկսել է գործել եւ օրենքի առջեւ պատասխանատվությունից խուսափել այլևս չի ստացվի։ Երկաթե մանդատը սկսել է գործել,
մուրճը գործում է, գործելու է ու հերթով իջնելու է տարբեր հանցագործ տարերի, սաքուլիկների, վարդանիկների, ես երբ եմ ասել, որ վարդանիկի տեղը բանտում, ասենք 5 ամիս առաջ եմ ես դա ասել։ Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին, Սիմոնյանը վստահեցրեց, որ կողմերի միջև ցանկություն ու կամք կա եւ գործընթացը մոտ է ավարտին։ Ցանկություն է պետք եւ կամք է պետք ադրբեջանական կողմից եւ կարծում եմ, որ այդ ցանկությունը եւ կամքը մոտ ենք մենք դրան եւ Հայաստանը ամեն ինչ արել է իր ուժերից էլ նույնիսկ վեր արել է, որպես տարածաշրջանում խաղաղություն լինի եւ տարածաշրջանում խաղաղություն այնուամենայնիվ փխրուն, բայց հաստատվել է այդ խաղաղությունը։ Նա նշեց, որ Հայաստանը Վրաստանի հետ խաղաղության պայմանագիր չունի, սակայն այդ երկիրը բարիդրացիական հարաբերությունների մեջ է հարևանների հետ, ինչը լավ օրինակ է։ Ազգային ժողովի նախագահը հավելեց, խաղաղությունն այսօր առավել իրական է, քան երբևէ, ընդգծելով, որ գրեթե 2 տարի է սահմանին հարաբերական կայուն իրավիճակ է։ Սիմոնյանի պնդմամբ արցախցիների վերադարձի նախապայմանը Հայաստան-Ադրբեջան խաղաղ գոյակցությունն է։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։